8 տարի անց հայազգի անվանի ֆրանսիացին հայրենիքում հանդես կգա նաև առաջին ալիքի եթերում։ Մենք ու մենք ենք նախագծի շրջանակում Պատրիկը կկատարի իր վերջին երգերից մեկը։ Հայաստան առաջիկայում դարձյալ կայցելի, երգիչը հույս ունի մեծ համերգասրահում համերգ կազմակերպել։ Այստեղ ամեն ինչ հարազատ է իրեն, թփով տոլմայի սիրահարը խոստովանում է, առանց հայկական խոհանոցի օր է օր չէ։ Մեզ մոտ միշտ էլ մայրս հայկական ուտեստներ է պատրաստում։ Առհասարակ ես շատ եմ սիրում հայկական մշակույթը, երաժշտությունն ու երազում եմ, որ հաջորդ այցելությանս ժամանակ այստեղ բոլորը լինեն ավելի երջանիկ եւ ուրախ։ Պատրիկի համերգը վաղն է, իսկ առաջին ալիքի նոր նախագծում կհայտնվի շուտով, այնպես որ սպասեք Պատրիկ Ֆյորին եւ արտասահմանում բնակվող մեր մյուս տաղանդավոր հայրենակիցներին առաջին ալիքի եթերում իրենց ելույթներով։ Տիգրան Դանիելյան, Կարեն Գրիգորյան եւ Հարություն Վարդանյան, առաջին լրատվական։ Այսօր պարգևներ են ստացել մի խումբ պետական, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։ Ավանդույթ դարձած միջոցառումը անցկացվում է արդեն 4-րդ տարին։ Մրցանակաբաշխությունը կազմակերպել են օգոստոսի 23 ազգային դաշինք իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Զորավիկ թերթը։ Սահմանված 14 անվանակարգերից լավագույն պետական գործիչ կոչմանն արժանացել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, լավագույն պատգամավոր անվանակարգում Գալուստ Սահակյանը, լավագույն արվեստագետ Մարտին Վարդազարյանը։ Քսանինք երկրի 60 լոբիստի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի հանձնախմբերի 4-րդ խորհրդաժողովը, օրակարգային հարցերը բազմաթիվ են, նոր թափ հաղորդել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրավական հատուցման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերություններ, Արցախի իրավական միջազգային ճանաչման եւ բանակցային գործընթացի հիմնախնդիրներ, Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ պայքար, Հայաստանի արտաքին քաղաքականություն եւ մարտահրավերներ, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ։ Կարևորելով հայությանն ու Հայաստանին հուզող խնդիրները խորհրդարանական դիվանագիտության միջոցով լուծելու հարցը, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային կառույցներում մեր աշխատանքի արդյունավետությանը խանգարում է երկու գործոն՝ մեր падգամավորների ոչ պատշաճ պատրաստվածությունը եւ հայության դատին անտեղյակ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային զոհ դարձած հաճախ ոչ կոմպետենտ պատվիրակների ու падգամավորների գործունեությունը։ Թուրք-ադրբեջանական լոբիի գործունեության հիմքը նյութականն է, իսկ մենք ըստ Հովհաննիսյանի չենք կարող մրցել նրանց նվերների ու գայթակղիչ գումարների դաշտում։ Մեր աշխատանքը հիմնված է բարոյական ու գաղափարական հենքերի վրա։ Մենք ավելի ակտուալ հարց այսօր չունենք, քան հայ դատի պայքարը, որովհետև բոլոր այն խնդիրները, որոնք թվացյալ կամ իրական այսօր ակտուալ են Հայաստանում, նույն սոցիալական հարցերը, նույն տնտեսական հարցերը, նույն ժողովրդի հոգեբանական ճնշվածության հարցերը, բանակի հարցերը, ներդրումների, այս բոլոր հարցերը ի վերջո ածանցյալ են այն հսկայական ողբերգության, ցեղասպանության, որ ապրել է հայ ժողովուրդը, եւ այդ ցեղասպանության շարունակական լինելու հետևանք է։ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը պետք է արդյունավետորեն պաշտպանի ազգային պետական շահերը։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համոզված է, որ հայոց ցեղասպանության հատուցման խնդիրը պետք է համարվի այդ քաղաքականության անկախտելի մասը։ Հայ դատի գաղափարախոսությունն ըստ դաշնակցական գործչի ապահովում է հայկական կողմի անխոցելիությունը։ Որովհետև հայ դատի մեր պայքարը ցույց տվեց, որ անխոցելի է նաև մեր գաղափարախոսությունը։ Ինչի է անխոցելի? Որովհետև արդար է, որովհետև արդարացված են մեր պահանջները։ Մենք չենք պահանջում ավելին, քան դրա իրավունք ունենք։ Ոչ մի լոբինգ այդքան արդյունավետ չի կարող լինել Ամերիկայի նման երկրում, եվրոպական կառույցներում, եթե դու գումարած նրան, որ չունես այդ հնարավորությունները, ֆինանսական, պարզ պետք է խոսենք, այն ռեսուրսները, որ ունի Ադրբեջանը եւ Թուրքիան, դու չես կարող հաջողություն ունենալ, եթե դու արդար պահանջ չես ներկայացնում։ Հայ դատը միայն հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարց չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել թյուրիմացաբար կամ միտումնավոր։ Կիրո Մանոյանն ընդգծում է, ազատ անկախ ու միացյալ Հայաստանի կերտումը ամբողջական ու անկախտելի փաթեթ է։ Արցախի հարցը այդ ընդհանուրի մաս կազմում է, Թուրքիայից պահանջկենու հարցը, Ջավախքի հայության իրավունքների խնդիրը որպես
իր հայրենի հողի վրա ապրող ժողովրդի, թեկուզ այլ պետության տարածքում այսօր, եւ ուրեմն այս բոլոր խնդիրներն են եւ ամենակարևորը անշուշտ այսօրվա երկու անկախ պետություններին հնարավորինս միջազգային շրջանակներում հզորացնելու խնդիրը։ Հայդատը գրասենյակներ ու հանձնախմբեր ունի քաղաքական որոշումների ընդունման համաշխարհային կարևորագույն կենտրոններում։ Նպատակը նույնն է, մարտավարությունը տարբեր։ Նախընտրական ու հետընտրական Ռուսաստանում օրինակ մեր լոբիստներին հաջողվեց տարբեր հանդիպումների ու քննարկումների միջոցով ապահովել հայամետ դիրքորոշում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում։ Մյուս առաջնահերթությունը ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքներն են։ Պուտինի նախընտրական շտաբի պետ Գովորուխինի հետ հանդիպման ժամանակ դրվեց 2015 թվականին հայկական ցեղասպանության 100-ամյակի առիթով Մոսկվայում հատուկ տարածք տրամադրելու եւ ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու համար, ինչին պարոն Գավառուխինը դրական արձագանքեց, որ կզեկուցի նախագահի թեկնածուին եւ արդեն ընտրված նախագահին եւ խոսի Մոսկվայի քաղաքապետի հետ։ Ներկայումս մենք հետամուտ ենք, որպեսզի այս հարցը լուծվի եւ հաշվի առնելով ցեղասպանության հարցում Ռուսաստանի կեցվածքին, հասնենք նրան, որպեսզի 2015 թվականին Ռուսաստանի նախագահը ուղերձով դիմի հայությանը հատուկ այդ առիթով։ Մինչև 100-ամյակը հասնելու ենք նաև Իսրայելի կողմից ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Երուսաղեմի Հայդատի հանձնախմբի ներկայացուցիչը չի անտեսում փաստը, որ իսրայելական ճանաչման հապաղումը մեծապես կապված է իշխող պնդման հետ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը կզրկի հոլոքոստին եզակիության մենաշնորհից։ Սակայն իրավիճակն այժմ այլ է։ Որասկի քանի ամիս առաջ հունվարին, երբ տեղի ունեցավ Կնեսետի մեջ միջազգային ողջագիզման օրը, իր խոսքի մեջը խոսնագը, ասենք, Կնեսետի խոսնագը Ռուբեն Ռիվլին առաջին առիթով նշեց հայոց ցեղասպանության փաստը, որը մենք որպես Իսրայել եւ որպես հրեաներ չեն կարող ուրանալ այդ իրողությունը, այդ պատմական փաստը, եւ այսօր իրենք ուղղակի իրականության առջև են, որ պետք է գնան այդ ճանաչումը դանը վերջապես, եւ այն հուսանք հաջողենք։ Հիասթափված չեն նաև ֆրանսահայերը, հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդհատված գնացքը կշարունակի արշավը նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Ֆրանսիայի համայնքի ներկայացուցիչներն այս օրերին շարունակում են հանդիպումները նախագահական հիմնական թեկնածուների Սարկոզի եւ Օլանդի հետ։ Ֆրանսուଆ Օլանդը մեզ հաստատեց, որ այս անգամ այնքան արագությամբ պիտի չպատրաստվի տեքստը, պետք է որ իրավական ապահովությունը ստեղծվի, պետք է որ իսկապես պաստապանները, պետության պաստապանները քննեն եւ մշակեն տեքստը, որ թե պիտի քվեարկվի ասկային ժողովի եւ սենատի կողմից, թե չկարողանա փեգանել ուրեմն ասկային խորհուրդը կորզը շատ է ունենք մեր թեմ մեծ պետության ուրեմն միջոցները, իսկապես որ բոլոր իրենց միջոցները գտնեն մեր թեմ Ֆրանսիայի մեջ, բայց մենք համոզված ենք իսկապես անփոխաբարություն չէ, համոզված ենք, որ պիտի հաջողենք։ Համաժողովի աշխատանքները կշարունակի եւս 2 օր, կընդունվի ռազմավարական հայեցակարգ, որն առաջիկա երկամյակում կուղենշի Հայդատի մարտավարական քայլերը։ Աբրահամ Գասպարյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Հայաստանի ներքաղաքական առօրյայից առանձնացրել ենք այսօր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հերթական հանրահավաքը։ Բացման խոսքում Հայոց համազգային շարժում կուսակցության խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ սա ոչ թե քարոզչական հանրահավաք է, այլ ավելի շուտ տեղեկատվական, եւ որ դրա ընթացքում ներկայացվելու են Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակ, ինչպես նաեւ այն տեխնացուները, որոնք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով։ Բնականաբար ներկայացվելու են նաեւ կոնգրեսի առաջիկա ծրագրերը։ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ տեխնացուներ են առաջադրել Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում։ Կոնգրեսն իր տեխնացուներին է առաջադրել 41 մեծամասնական ընտրատարածքներից 38-ում։ Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև կոնգրեսի համակարգող եւ առաջիկա ընտրություններում կոնգրեսի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը, որն իր ելույթում նշել է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ 90%-ից ավելի ընտրատարածքներում միացյալ ընդդիմությունը տեխնացուներ է առաջադրել։ Ելույթ է ունեցել նաև Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը բացի համամասնական ընտրացուցակից առաջադրված է նաև մեծամասնական ընտրակարգով։ Կոնգրեսի ցուցակում երրորդ տեղն զբաղեցնող Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր իր խոսքում նշել, որ իրենց պայքարը չի սկսվել խորհրդարանական ընտրություններով եւ դրանց ավարտով էլ չի վերջանալու։ Ըստ Արամ Սարգսյանի,
կոնգրեսը ձգտում է համակարգային լուրջ փոփոխությունների հասնել։ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը հայտարարել է, որ ընտրողները պետք է ոչ ասեն ստորացուցիչ ընտրակաշառքին։ Մենք մոբիլիզացնելու ենք մեր բոլոր ուժերը, վստահված անձերով, հանձնաժողովի անդամներով եթե ստացվի, վերահսկելով տեղամասերը, ընտրական ցուցակները մաքրելով, ընտրական ցուցակները ստուգելով, աշխատանք շատ կա, շատ։ Եվ սա համապետական 2000 տեղամասում կազմակերպվող գործընթաց է։ Հայ ազգային կոնգրեսը դիմում է բոլոր ակտիվիստներին։ Այցելեք ձեր շտաբներ, ձեր տարածքային կառույցներ եւ առաջարկեք ձեր ծառայությունները, ով ինչով կարող է օգտակար լինել։ Ձեր եղած տեղեկություններով, ձեր աջակցությունով, ձեր բոլոր հնարավորություններով։ Մենք այս ընտրությունները դարձնելու ենք իսկապես համազգային, համապետական եւ այն շատ ավելի լուրջ է լինելու, կրկնում եմ, քան խորհրդարանական ընտրությունները։ Ձեր բոլորի մասնակցությունը բոլորիս անհրաժեշտ է։ Հայ ազգային կոնգրեսը ունի համապատասխան ներուժ եւ ի վիճակի է արդյունավետ գործունեություն իրականացնել ազգային ժողովում, իշա մեր ժողովրդի եւ մեր պետության։ Հանրահավաքի վերջում ելույթ է ունեցել կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի դաշինքի նախընտրական հիմնադրույթները։ Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի, քանի որ իր քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում թե տեսական, թե գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն։ Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայ ազգային կոնգրեսը հսկայական աշխատանք է կատարել քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների այլ ընտրանքային ծրագրեր մշակելու եւ դրանք հասարակության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։ Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային բնագավառներում Հայ ազգային կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում, որոնք հրապարակվել են մամուլում, նշել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը։ Ըստ նրա, այդ փաստաթղթերում քայլ առ քայլ ներկայացված են Հայ ազգային կոնգրեսի կոնկրետ անելիքները, բարեփոխումների ժամանակացույցը։ Տեր-Պետրոսյանն ներկայացրել է նաև հստակ ուղեցույցներ խորհրդարանում հայտնվելու դեպքում իրենց գործողությունների վերաբերյալ։ Ըստ այդմ, կոնգրեսը առաջարկելու է որոշ փոփոխություններ մտցնել մասնավորաբար գյուղատնտեսության խթանման եւ գյուղացիության վիճակի հետեւացման նպատակով։ Ընդունել միջոցառումների համալիր փաթեթ, որը մասնավորաբար կընդգրկի հետեւյալ մոտեցումները. գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի եւ գյուղմթերքների արտադրության սուբսիդավորում, փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում, մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծում, գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում եւ այլն։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը լուծումներ է առաջարկում նաև ծնելիությունը խթանելու եւ ժողովրդագրական պատկերը փոխելու հարցում։ Արտագաղթի վնասները նվազեցնելու եւ ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500,000 դրամ, երրորդ երեխայից սկսած մայրերին վճարել 1 միլիոն, իսկ 5-րդից սկսած 1.5 միլիոն դրամ։ Ինչպես նաև դեգնացեք բոլորդ երեխա ունեցեք։ Ինչպես նաև 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը։ Հաջորդը, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական գործունեությունը անշուշտ չի սահմանափակվելու թվարկված նախաձեռնություններով։ Թեկուզ առաջնահերթ դրանք ընդամենը ընդգրկում են նրա ծրագրերի միայն մի մասը։ Ազգային ժողովում քաղաքական ուժերի բարեհաջող դասավորության պարագայում կոնգրեսը մտադիր է հասնել իր ծրագրային փաստաթղթերում տեղ գտած բոլոր խնդիրների իրականացմանը, իսկ որպես զգուշացում լինելով սկզբունքային ընդդիմություն, կոնգրեսը դեմ է քվեարկելու այն բոլոր օրինագծերին, որոնցում հաշվի չեն առնվի իր առաջարկներն ու առարկությունները։ Եվ այս թողարկման վերջում առաջին ալիքն այսօր առաջարկում է դիտել սովորական ցեղասպանություն փաստագրական ֆիլմաշարի հերթական 4-րդ ֆիլմը, որը պատմում է Օղակ կամ Կոլցո օպերացիայի մասին։
1991 թվականի ապրիլի 29-ին 30-ին սկսված ադրբեջանական Օմոնի սովետական զորքերի աջակցությամբ իրականացրած այդ հրեշավոր գործողության ընթացքում Հյուսային Արցախի մոտ 30 հայաբնակ գյուղերի բնակչությունը բռնի տեղահանվեց, ենթարկվեց բռնության, ջարդի, սպանությունների, կտտանքների։ Մարինա Գրիգորյանի ղեկավարած ստեղծագործական խումբը փորձել է ֆիլմում արտացոլել այդ իրադարձությունների քաղաքական էությունը եւ հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումների փաստը։ Ոչ միայն այս, այլև մեր մյուս ֆիլմերի համար օգտագործվել են միայն փաստավավերագրական կադրեր։ Ոչ մի գեղարվեստական կադր չի կիրառվել։ Հեղինակները նշում են, որ ֆիլմում կան բացառիկ կադրեր, որոնք